Ելույթում Նիկոլ Փաշինյանը բարեկեցության հետ կապված ասում է կարող բարեկեցության, ասում է մեկ շաբաթ կարող ես միս ուտել, բայց բարեկեցիկ միջավայրում չապրել։ Դուք օրինակ մեկ շաբաթվա կտրվածքով քանի անգամ եք միս ուտում։ Ես մեկ շաբաթվա ընթացքում 5 անգամ ամենաքիչ։ Բարեկեցիկ միջավայրում եք ապրում։ Դե միջավայրը որն է, ասենք թաղը, բանը, ընտանիքը, թե որը վերցնենք։ Դուք ինչ հասկացաք Փաշինյանի ասած։ Ես կարծում եմ չպետք է հակադրել այդ երկու հասկացությունները։ Միս ուտելը եւ բարեկեցիկ միջավայրում ապրելը դրանք հակադրության մեջ չեն, դրանք պետք է հակադրվել։ Եթե ես սոված եմ եւ ամեն ինչը դասում ես միս դեպիա բոլորը ուրախ են, բանան, ես չի ստացվի։ Եվ այդպես չի լինում։ Այդ ամեն ինչը համաչափ է լինում։ Եթե նորմալ հասարակությունը զարգանում, համայնքը զարգանում, ապա մարդկանց բարեկեցությունը ինչ-որ իմաստով բարձրանում է, դրանք չպետք է հակադրեք իրար հետ։ Շաբաթը քանի անգամ եք միս ուտում։ Լավ էլի ժողովուրդ ջան, խեք այդքան պարզ։ Փաշինյանն է ասում, կարող եք շաբաթը բոլոր օրերին ուտել, բայց ոչ։ Խեք այդքան, տենց չի ասում, մի խեղաթյուրեք։ Ասած է դա հանրապետական падգամավորի ասածն եք դուք հիմա վերարտադրում, որ ասել էր ժողովուրդը թող կարտոշկա ուտի։ Վարչապետի ասածը լրիվ ուրիշ բանի մասին է։ Պարոն Ալեքսանդր, ինչ հասկանանք։ Հասկացեք այն, որ անձնական բարեկեցությունը կախված է նաև նրանից, թե ինչ միջավայր է երկրում, ինչ միջավայր է համայնքում։ Օրինակ, երբ որ տարիներ շարունակ Գյումրիում մարդիկ քայլեր են միջև այստեղ ծնկները ցեխի մեջ ու հիմա Գյումրիում փողոցները ասֆալտապատ են, երբ որ նախկին իշխանությունները լափել են այդ փողերը, չեն արել այդ փողոցները ասֆալտապատում, իսկ հիմա այդ փողը չեն լափում եւ այդ փողով ասֆալտ են անում, դա մարդու անձնական բարեկեցության վրա ուղիղ ազդում է։ Ու նույն մարդը, որ օրինակ նույն սոցիալական վիճակն է ունեցել ինչ այն ժամանակ ու ինչ հիմա լրիվ նույնը, ենթադրենք ամեն ինչ իր կյանքում նույնն է, ոնց այն ժամանակ էր ենթադրենք ստանում 100,000 դրամ, հիմա էլ է նույն փողն է ստանում։ Այդ մարդու բարեկեցությունը լավացել է։ Համաձայն չեք այդ տեսակետի հետ։ Ես նաև տեսնում եմ, որ Չէ, բայց համաձայն եք, թե համաձայն չեք, այս այդ կարևոր հարց է։ Չէ, հիմա կամ համաձայն եք, կամ չի, ասեք էլի։ ուղղակի Լավ կամ հակադրել։ շատ չէ, մի վարքան։ Միջավայրը Չէ, բայց հենց դա չի հակադրվում։ Ասվում է նրա մասին, որ եթե նույնիսկ քո անձնական բարեկեցությունը մնացել է նույն մակարդակի վրա, այսինքն քո տան ներսում ինչը կա լրիվ նույնն է մնացել, բայց երբ որ դու տնից դուրս ես գալի, քո երեխային տանում ես մանկապարտեզ, այդ մանկապարտեզը առաջ պետքա փլվեր երեխայի գլխին այդ ռիսկը կար, իսկ հիմա լրիվ նոր կառուցած մանկապարտեզ է, նոր կահույքով, նոր ամեն ինչով։ Հիմա դուք այդ միջավայրն եք ստեղծում։ Ճիշտ եմ հասկանում։ Դուք չեք տեսնում։ Չեք տեսնում, որ այդ 500 մանկապարտեզ է կառուցվում ամբողջ երկրում, 300 դպրոց է կառուցվում ամբողջ երկրում, որ համայնքներ կան, որ կյանքում դպրոց չեն ունեցել, երբեք չի եղել այդ գյուղերում դպրոց, հիմա լրիվ նորագույն գույքով, նորագույն լաբորատորիաներով, երբ որ դպրոց է կառուցվում, այդ չեք տեսնում։ Դպրոցներ դարձել են նաև սահմանամերձ եւ սահմանին շատ մոտիկ։ Այդ էլ ասեք։ Եվ Չէ, Եվ անվտանգության խնդիր։ Բայց դա ինչի հետևանք է։ Դա նաև նրա հետևանք է, որ տարիներ շարունակ ոչ մի դպրոց նորմալ չի կառուցվել։ Դա նրա հետևանք է, որ տարիներ շարունակ ոնց այդ դպրոցներից է փողը գողացվել, նույնիսկ գողացվել է բանակից։ Նրա հետևանք է, որ պետական ամբողջ այն ինչը որ կա հիմա, տարիներ շարունակ որ Ադրբեջանի մենակ ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեից մեծ է եղել, այդ դրա հետևանք է։ Եթե հեղափոխությունը տեղի ունեցած ելներ օրինակ 2000 թվին, ու այդ թռիչկաձև աճատնտեսության տեղի ունենար այդ թվականներից սկսած միանշանակ է, որ ամեն ինչ շատ ավելի այլ կերպ կդասավորվեր ու դա լրիվ ակնհայտ ճշմարտություններ է ցանկացած մեկի համար։ Հայտարարությանն եմ ուզում անդրադառնալ։ Ասում է շաբաթական կարող եք 6 օր միս էլ ուտել, բայց դա չի նշանակում, որ բարեկեցիկ միջավայրում եք ապրում։ Օրինակ շաբաթական դուք քանի օր եք միս ուտում եւ ինչ եք կարծում այս հայտարարության հետ։ Տենց թվում է, տենց բառացի պետք չէ հասկանալ վարչապետի ասած։ Իսկ ինչպես հասկանանք, դուք ինչպես եք հասկանում։ Դե կոնտեքստից կտրած ինչ-որ բան եք ասում, մեկ որպեսի Ինչ նկատում եք։